Տիկին Աննա Մկրտչյանի հետ։ Տիկին Մկրտչյան բանակցային փաթեթների հանրայնացումից հետո իրարամերժ այսպես հայտարարություններ են արվում իշխանության եւ ընդդիմության կողմից, ինչը սպասելի էր։ Ամեն դեպքում նաեւ կան ինչ-որ միջանկյալ դերակատարներ, որոնք փորձում են հավասարության նշան դնել նախկին եւ ներկա գործող իշխանությունների միջև, փորձում են այդ կերպ նաև մաքրել այսպես Փաշինյանի մեղքը, կարծեմ վերջին հայտարարությունը, որը ես լսեցի, հանձնակատարի, ինչ հանձնակատար էր, հատուկ գործերով Նիկոլի հանձնակատարի, որը Արցախը ծախելուց հետո շատ լավ իմանալով, որ Նիկոլը վաճառել է Արցախը, ստեղ Նիկոլին ծառայող հմեկում հայտարարություններ էր անում ու ասում էր, որ Արցախի որևէ ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում գործելու իրավունք չունի, Նիկոլի հատուկ հանձնարարություններով գնում էր միջազգային հարթակներ ու խոսում էր նիկոլական նարատիվներով, որ Արցախը գոյություն չունի, որ Արցախի անկախությունը ամբողջությամբ տարալուծված է Ադրբեջանի սահմանադրության եւ տարածքային ամբողջականության տրամաբանության մեջ, այ երևի իր մասին եք խոսում, մարդու, ով որ կարողացել է պաշտոնի համար մոռանալ հայկական շահը եւ իրեն տենց պետական գործի տեղ դրած, երևի Նիկոլը եւ ինքը երբ որ ասում են պետական գործիչներ, նկատի ունեն Թուրքիա եւ Ադրբեջանի ընդհանուր պետության շահը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության շահը։ Ասեցիք որ իրարամերժ մեկնաբանություններ կան իշխանության եւ ընդդիմության կողմից, թույլ տվեք ես չհամաձայնեմ, որովհետեւ ոչ թե մեկնաբանություններն են իրարամերժ, այլ Նիկոլի կողմից եւ այդ նիկոլական բանդայի կողմից հնչում է ճղճղոց լրացնելու այն բանակցային ժառանգությունը եւ այդ բանակցային ժառանգության ու փաստաթղթերի մեջ տեղ գտած իրականությունը, իսկ ընդդիմության կողմից, մասնավորապես նաեւ հանրապետական կուսակցության կողմից հնչում է ընդհանրապես փաստաթղթերի ընթերցում եւ այդ փաստաթղթերի ընթերցման մեկնաբանությունները։ Վերջերս էլ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը, որը ամբողջությամբ հիմնված է Նիկոլի հրապարակած բանակցային թղթերի վրա, ընդհանրապես խոսում է մի բանի մասին եւ ապացուցում է, որ Նիկոլը դեմ է եղել Արցախի հայկականությանը, Նիկոլը դեմ է եղել, որպեսզի մեր հայրենիքը 42000 քառակուսի կիլոմետրից ավելի լինի, անվտանգ լինի եւ կայուն լինի։ Այդ չեմ ասում, որ մենք բոլորս դեռևս սպասում ենք, որ Նիկոլը հրապարակի դե բանակցային ժառանգություն ինքը համարել է նաև տարբեր հարց ու պատասխաններ, հարցազրույցներ եւ այս տրամաբանությունը հուշում է, որ անպայմանորեն պիտի հրապարակի նաև լիֆտում Ալիևի հետ իր խոսակցությունը, մեծ բոլորիս դա շատ հետաքրքիր է, Նիկոլը անպայմանորեն պիտի հրապարակի այն ծրարը հայտնի, որ ստացել է Ալիևից, Ալիևի աշխատակազմի միջոցով, թե ինչ ա եղել այդ ծրարի մեջ, մեզ դա շատ հետաքրքիր է, թույլ տվեք նաև հիմնավոր կասկած հայտնեմ առայն, որ այնտեղ ուղղակի Արցախի վաճառքի գինն էին պայմանավորում եւ Հայաստանի շահը դավաճանելու գիններ պայմանավորում, բայց մեզ դա էլ է հետաքրքիր, որովհետեւ դա մեծ նշանակություն ունենալու Նիկոլի մեղադրական եզրակացության համար եւ այս ամենը չի կարելի նաեւ անմասն դիտարկել այսօր Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում տեղի ունեցող բանդիտական հարձակումից, ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս բոլորիս այլևս իրենց անուններով կոչել, մենք մի հատակի այն մակարդակին ենք հասել, որ այլևս ձևական իմաստով քննչական գործողություն, այս շենքին դատարան անվանել, Նիկոլա հպատակ իրավապահներին դատախազություն կամ քննչական անվանել, չէ, դա ճոխություն է, շռայլություն է, մենք դրանից օգտվել չենք կարող, ակնհայտ է, որ երեք Արցախի ներկայացուցչությունում հնչել է Արցախի Հանրապետություն կապակցությունը, դրանից գազազած Նիկոլի Ալիևի ստրուկ Նիկոլը ուղարկել է իր հպատակեցված համակարգին ճնշելու այնտեղ գտնվող մարդկանց, բայց թույլ տվեք նաև մտածեմ, որ հնարավոր է նաև Ալիևի կողմից հրաման է իջեցվել Նիկոլին գտնելու այն հրամանագիրը, որով չեղարկվել է Արցախի Հանրապետության լուծարումը կամ միգուցե այդ գրիչն են ման գալիս, որ տանեն հանձնեն Ալիևին։ Տիկին Մկրտչյան բանակցային
երրորդ նախագահ Նիկոլ Փաշինյանի հրապարակած բանակցային փաստաթղթերի նման վրա հոդված էր հրապարակել, ԿՊԱ-կան պատգամավորներից մեկը, այս բանին անազգանը չեմ հիշում, նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը ողջ ընթացքում փորձել է այնպես անել, որ Արցախը մնար հայկական եւ բանակցային ժառանգություններ այնպեսին, որ ելքը եղավ այսպես։ Նիկոլը անդադար փորձել է այնպես անել իր գալու առաջին իսկ վայրկյանից, որ Հայաստանի Հանրապետությունը փոքրանը, Հայաստանի Հանրապետության գործոնը զրոյանը, ինչը ուղղակիորեն բերելու էր Արցախի Հանրապետության չգոյությանը։ Մարդը, երբ որ հայտարարում է զրո կետից է բանակցում, մարդը, որ հայտարարում է ինչ ուզում եմ, էդ էլ բանակցելու եմ, հանգիստ վերընկեք տեղներդ։ Այս մարդն է Հայաստանի ու Արցախի շահուժում, չէ, ինքը 2018 թվականից 2020 թվականները ոչ բառացի եւ ոչ ուղղակի հայտարարում էր, որ վեշերներդ հավաքեք ձեր գյուղերից ու քաղաքներից, հիմա ուղիղ է ասում, վեշերներդ հավաքեք ձեր եկեղեցուց գնացեք, որտեվ ես եմ գալու տեղ խմբագրած սեկտանտությամբ զբաղվեմ։ Երկրորդը հիմա ասում է վեշերներդ հավաքեք այս երկրից։ Սա է այն նպատակը, որ ինքը հետապնդել է 2018 թվականից։ Հիմա ուղղակի 7 տարիներում արդեն իր բռնազավթումը եւ իր այդ հիերարխիկ համակարգը բանդիտիզմի այնքան է ընդլայնվել եւ ամրացել ցավոք սրտի մեր երկրում, որ շատ ուղղակի եւ բաց կարողանում է ասել վեշերներդ հավաքեք հայեր, այդտեղ ադրբեջանցիների համար պիտի կեցավայր սարքի։